Ճանապարհ տվեք հլա։ Ճանապարհ տվեք։ Ինչ է դասպակում։ Հարապետի խորհրդականն է։ Առաջի գործողություններն են, հարգելի ժողովուրդ, քաղաքապետարանում տեսեք ինչ է կատարվում։ Հələ նայեք ինչ է կատարվում։ Ինչի համար բայց։ Արտյոմ կամերա թվեր։ Կամերա թվեր։ Նայեք ինչ է կատարվում։ Եկել են քաղաքապետին տանելու։ Արագ։ Եկել են քաղաքապետին տանելու։ Աղեկյանին ճանապատակը լը։ Մշակույթի օբյեկտներ, կոմունալ, սաղին հավաքեք հրապարակ։ Ածն փակել է նաև այս մուտքը քաղաքապետարանի, ընտրեմ տեսեք, զինված մարդիկ փակել են մուտքը։ Բոլոր տեղերը, բարև ձեզ, մուտքերը փակել են, Երևանից եք ենթադրում եմ, հատուկ գործողություն է։ Այս ո՞ր որ ՔՊ-ի մեր ներկայացին թողեցիք անցավ։ Կարող են դուրս գալ, բայց ներս չեն կարող մտնել։ Դուրս եկան, էլ ներս չեն կարող։ Հա, ես գիտեմ, որ ՔՊ-էր հատուկ իր համար դուրս թողեցիք։ Որը չեք գնան, ես Նրանք չինես չի մտի։ Չի մտի նրանք։ Չի թողան, նրանք կրետոր մտի։ Քաղաքապետի ծառայություն չեք եղել, դուք կենտակը ստորադասություն եղել։ Ժողովուրդ չար մեկիչ ներքեր եք սպասում, հարգելիներս։ Ես սեպի շիվոտ տղայես, շիվապարատս տրանց եկել եմ մաս տղայստա։ Ես իդեմ, փողեր, ես ողտիվուշամ, անես մերը բրասպասը։
Ում արդեն ես։ Ներսի իրականացում։ Ես իրավունք ունեմ այս Հավաքանի ենք, հավաքանի ենք։ Հայրենակիցներ գտնվում եմ Գյումրու համայնքապետարանում, որտեղ մեկ ժամից ավել է արդեն իրավապահ մարմինները, ԱԱՑ, ոստիկանություն, քննչական կոմիտե գերողվել են, ես ավտել են Գյումրու համայնքապետարանը, Գյումրու քաղաքագլուխ պարոն Վարդան Ղուկասյանը եւ մի քանի աշխատակիցների մեկուսացրել են։ Ես փորձեցի հանդիպել նրանց հետ, բայց քննչական խմբի ղեկավարը ՈԱԾ-ի դիմակավորված աշխատողները թույլ չտվեցին, որպեսզի տեսակցեն պարոն քաղաքապետին։ Նորից ականատես ենք իրավական բեսպրեդելի ռեժիմը, ապազգային ռեժիմը ցանկացած գնով փորձում է մեկուսացնել այն քաղաքական գործիչներին, համայնքների ղեկավարներին, ովքեր որ դեմ են այս ռեժիմին եւ մինչեւ այս կռիվ են տալիս, որպեսզի Հայաստանը չգնա թուրքացման։ Այո, այս ռեժիմը Հայաստանը տանում է դեպի թուրքացման։ Այդ արդեն անքննելի է գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ այս Նիկոլ Փաշինյանը իր ռեժիմով ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը հասնի Թուրքիայի կառավարմանը։ Այդ ի՞նչ ցեն է։ Ապարտիստաբության աշխատակցություն։ Այդ ի՞նչ ցեն է։ Ո՞ւմ է վանդել։ Քաղաքապետին դոլարան գնում է շտաբ օգնության մեքենա։ Շտաբ օգնության բրիգադ է գնում, դեպի քաղաքապետին դոլարան չեն թողնում։ Խնդրեմ տեսեք։ Կատվածահար է եղած եւ արգելված է նույնիսկ մեքենաների տեղաշարժը, մուտք ու ելքը դեպի կենտրոնական հրապարակ։ Գյումրեցիները այսպես հավաքվել են արդեն Գյումրի քաղաքապետարանի դիմաց, ոստիկանները, ինչպես տեսնում եք, պատ են կազմել, դռները փակված են եւ ինձ փոխանցեցին, որ արգելված է եւ աշխատակիցների եւ քաղաքացիների եւ լրագրողների մուտքը եւ ներսում իրականացում են քննչական գործողություններ եւ որևէ մեկին թույլ չեն տալիս, որ ներս մտնեն։ Քիչ առաջ նաեւ պատկառակով աշխատակիցներից մեկին դուրս բերեցին, ով սրտի հիվանդություն ունի եւ այս ամեն ինչը տեսնելով ինքնազգացողությունը վատացել էր եւ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Թե ինչքան կտևի քննչական գործողությունները դեռ անհայտ է։ Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ, պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը եկել են 6-րդ բաժնից միլիցիայի, ես չգիտեմ, ուժային կառույցներից, ուզում են քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով, 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը, ժողովրդի կանայք աղջիկներ կային, բոլորը վախի մեջ, մի ահավոր սարսափելի իրավիճակ է։ Ժողովուրդ, գյումրեցիներ, ով սիրում է իր հարգում է քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն, այսքան բան։ Քաղաքապետարանի աշխատող եմ, դեր։ Մենք չենք կարող ներս մտնել։ Ոչ մեկ չկա։ Ինչի՞։ Ինչի՞ բայ։ Ինչո՞ր։ Ինչ որ հիմնավորում։ Հարաբարակ է, ձեր երասխուժենությունները հարաբարակ է։ Մենք չեք ուզել։ Ինչ որ հիմնավորում կա, որ մեզին այս չեք թողնում։ Լրագրողները թողիկ պետք տեսնեն։ Ինչի՞ չեք թողնա, որ մենք լուսաբանենք։ Լուսաբանը երբեք, որտեղ լասպետ չէ լուսաբանը։ Իրաց երեքուն չէ, իրաց մուտ կործել է, իրաց կախուն կապի։
Mega sağda dağılmıştı. Ela kendine etme dağılmıştı. Var mı çok? Ela abi araçı da abi. Türkiye'de var ki isteğas mense diye. Ha. Sezi var zankuda. Քիչ առաջ երկու ավտոբուս ոստիկանական զորքեր եկան եւ մուտք են գործում այժմ քաղաքապետարան։ Քաղաքացիների մի մասը հենց նոր համայնքապետարանի այս մուտքից փորձեցնեն մտնել։ Ոստիկանությունը փակեց այս մուտքը եւս, բայց քաղաքացիներից որոշ հատված կարողացավ ներս մտնել։ Ինչպես տեսնում եւ լսում եք, սա այս բանը կատարում է Գյումրու քաղաքապետարանի շենքի ներսում։ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դեսպաններին ուղղված Հայաստանի կոմունիստական կուսակցության Գյումրու հավաքանու ֆրակցիայի հայտարարությունը խնդրելով շատ արագ տեղում գալ Գյումրի եւ ծանոթանալ սարսափելի իրավիճակին, տերորին, ռեպրեսիային, հալածանքին եւ հաշվեհարդարին, որ տեղի ունենում Գյումրու քաղաքապետի նկատմամբ այս պահին։ Հարգելի տեսփաններ, Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական եւ ուժային տարբեր միջոցների եւ գործիքների կիրառմամբ իրականացնում է քաղաքական հաշվեհարդար եւ հետապնդում Գյումրուն դրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Քաղաքական հալածանքն առավել մեծացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի ազգային ժողովի անդրանից։ Վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի պետք է դուրս շպրտել հանրային եւ քաղաքական դաշտից
ինչը նշանակում է կյանքի ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է հայ առաքելական եկեղեցու 3 սրբազան, հիմա արդեն տեսնում ենք թիվը ավելանում է, հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացնում են շարունակական բռնարարքներ, բանտարկում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել վարչապետի եւ վարած քաղաքականության նկատմամբ։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է, ժողովրդավարության անվան տակ։ Արաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է եւ ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետերին։ Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007 թվականի ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին մահապորձ իրականացրեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած եւ ցաներ վիրավորված անձինք։ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետին ոստիկանների կողմից ապօրինի ձերբակալելու փորձը վարչապետի կողմից արված վերջին հրահանգի շարունակությունն էր։ Հիմա շարունակությունը գործողության, այսօր արդեն հոկտեմբերի 20-ն է եւ այս ամեն ինչը շարունակական է։ Սույնով ցանկանում ենք տեղեկացնել ձեզ ծավալվող եւ ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին Գյումրու օրինական ընդրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ Սույն հայտարարությունը բաց է բոլորի համար, ովքեր կմիանան, տալիս է հայտարարությունը Գյումրու ավագանու կոմունիստական կուսակցությունը, սա հրապարակված է մեր էջում, բացի դա, հիմա կոչով ես խնդրում եմ Գյումրու քաղաքապետի խորհրդականս, բոլոր ավագանու ֆրակցիաների, մեր քաղաքը դաշինք, իմ հզոր համայնք, կոմունիստական կուսակցություն, քաղաքացիական պայմանագրից, եթե տեղյակ են տեսնում են այս ամեն ինչը, եւ իրենց դուր չի գալիս, կարող են եւս գալ, միանալ, կոչ եմ անում ազգային ժողովի բոլոր ֆրակցիաներին ընդդիմադիր, պատգամավորներին ուղարկել այստեղ Գյումրի։ Եկեք տեսեք իրավիճակը, նորից եմ կրկնում, դեսպաններ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, Եվրոպայի դեսպան Վասիլիուս Մարագոս, եթե չեմ սխալվում, դուք եվրոպական արժեքներ տավանող եք ձեր երկրներում նման կերպ են պարվում ընդրված, բայց ընդդիմադիր քաղաքապետերի հետ։ Ուրեմն բոլոր դեսպաններին եւս խնդրում ենք մենք գալ այս պահին հասնել Գյումրու քաղաքապետարան։ Տանում են Մարտան Ղուկասյանին, փորձում են ձերբակալել, միայն նրա համար, որ ինքը ունի ավտոնոմ մտածելակերպ եւ ոչ քաղաքական այսօրվա կուրսին համահունչ։ Այսքան։ Ոչ թողնի դուրս ելնի, ոչ թողնի ներս կար մարդը կավականում իրավունք մանդատներով։
Ուղիքի վանդանոց։ Չէ, նարեկ իշկա, բրոզ ասա հետև շատ լավ։ Հա, հա։ Մի վարկյան տաղեց։ Սեդի բանկա տերացետ տերնորա։ Ինքնիշխանությունը ոչնչացրել է պարզապես Հայաստանի Հանրապետությունը հիմա չունի ինքնիշխանություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը թուրքական օրակարգ է։ Իսկ ինչն է թուրքական օրակարգ, Արարատը հանել գերբի վրայից ազգային Իրապես մեզի հասկացող չկա, հա։ Համի մենք որ մեզի հասկացող մարդուն եկել եք ինչ կուզեն, հա։ Դա պապայ։ Պես երեխայի ժամուկեսը քշեմատիններ 87 հոգու դեպրեսիա են եկել։ Սխմեցարել են նորի ինչա։
Այդ Փաշինյանը իր բերանով չէ, որ ժողովրդի ընդյալին իրավունք չկա, չէ՞։ Նախադեպի կամ ծնչի եք ցանկական։ Իսկ մեր քաղաքներում է մենք ենք реально։ Բնչեք սպես նապատակ։ Լավ դուք ինչ եք մտածում։ Որ մենք չմտածենք որ Տերբան։ Հա։ Դե Դերմանը կենտակում։ Ավելի դրական ծեր։ Չէ, մենք իսկական բան մենք Մեր սխալը գիտես որ բանաց ուզենան աչքին միշտ խորիշկա։ Բազանին ձերբակալից։ Վերստե չմորանան։ Այդ հավատալի Գորաբանի սպանեցան հարցած դեմը չեն երկու թողեք իմ պայքարը որտեղ գայժան անջերբի չլրացանը
Աբորինի չունի իրավական չունի հետ սպար սարը աբորինի քնչական է պետք է թողնի քնչական գործողություններից հետո պետք է մտնի քնչական գործողությունների ժամանակ առաջինը պետք է ունենաք թուղթ որի հիմա վրա է Քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանական պատը։ Հարգելի ժողովուրդ, տեսեք քաղաքապետարանի մուտքերը ոնց են արգելափակված, այս պահին մենք ներսում ենք, իրենք դրսից արգելափակել են, խնդրեմ տեսեք, երևի Հայաստանում էլ ոստիկան չի մնացել, խնդրեմ տեսեք, տեսեք ինչ է տեղի ունենում, միջազգային հանրության աչքի առջև եկել են տանում են փաստորեն Գյումրու ընդրված քաղաքապետին, ինչ է թե ընդդիմադիրը, ընտրեմ տեսեք։ Այս պահին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում մարդիկ հավաքվել են եւ անկարգում են Ղուկասյան ընտրված քաղաքապետ։ Մարդկանց թիվն ավելի ու ավելի է շատանում։ Ոստիկանական նոր զորքեր են մտնում հրապարակ։ Հարգելի ժողովուրդ, հարգելի հայրենագիտներ, ուրեմն հենց որ տեղեկացա, որ քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է, այսինքն ջրացան, աղ հավաքող մեքենաներ, տարված է Ախուրյանի տուգանային, ոնց է խոշոր պահման վայր, հատուկ գործողություն են արել, քաղաքներ են պարալիզացել, փաստորեն մեքենաները դուրս են գալիս աղ հավաքելու եւ պարզվում է, որ այդ մեքենաները վարորդներով, ճիշտ է, վարորդների հետ մեկտեղ տարվել են, փաստորեն սա լայնամասշտաբ, չնախատեսող, չտեսնված, ինչպես սիրում է Նիկոլ Փաշինյանն ասել, աննախադեպ ակցիա է տեղի ունեցել, սա Կազմաճնշում է բաց երկինքի տակ, այսպես կարելի ասել, հալածանք, հաշվեհարդակ, էլ ոնց է լինում 37 թիվը, էլ ոնց է լինում ագրեսիան, անցանկալի քաղաքապետի եւ փաստորեն քաղաքի նկատմամբ, Գյումրու նկատմամբ։ Մարդիկ այստեղ խոսում են, որ երեք Նիկոլ Փաշինյանը քաղաքում է եկել, ենթադրում են հավանաբար, որ հրահանգ է իջեցրել ու անմիջապես այս գործողություններն են իրականացվել։ Այսինքն ֆիքսենք, որ տարված են քաղաքապետարանի բոլոր տեխնիկաները, գրեյդեր, տրակտոր, ջրացաններ, աղբատար մեքենաներ, վարորդների հետ մեկտեղ եւ ինչպես ինձ տեղեկացրեցի, տեղափոխված են Ախուրյանի պահպանադու պահպանման վայր։ Կրկնում եմ, սա նշանակում է պարալիզացնել քաղաքը, քաղաքում աշխատանքը։ Այսինքն այն ինչ որ քաղաքապետարանը հիմա բանի տակ է, տերորի տակ է, այստեղ ԱԱՑ-ականները զենքով զինված, պատված տենկերով եւ այլն, գումարած նաեւ դրսում են գործողություն իրականացնել։
այսքան ուզեցած ես տեղեկացնել։